Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ կունենա Եվրախորհրդարանում Ստրասբուրգում նախատեսվում է նաև նրա հանդիպումը կառույցի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Մինչ այդ Փաշինյանը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը տարածաշրջանային զարգացումները, հայ-ֆրանսիական հարաբերություններն է քննարկել, նաև մասնակցել միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի երկրորդ խմբաքանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքով փոխադրվող հացահատիկի ընդհանուր քաշը 1023 տոննա է։ Նախորդ խմբաքանակը 488 տոննա ուղարկվել էր մարտի 9-ին։ Հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասին Ֆակտոր TV-ին հայտնել է Թեհրանի հայկական Արաքս թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։ Հայկական միության շենքի ապակիներն են կոտրվել Քեշիշյանի տեղեկություններով հարվածից հետո 20 մարդ զոհվել է, նրանց թվում հայեր չկան։ Մեկ հայ փոքրիկ սակայն վնասվածքներ է ստացել։ Քեշիշյանը նաև նշել է, որ ըստ ամենայնի թիրախավորվել է տարածքում գտնվող ոստիկանատունը։ Իրանը 3 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ին բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է լիբանանյան Ալ-Մայադին հեռուստաալիքը։ Լրատվամիջոցների տեղեկություններով Իրանի պայմաններն են պատերազմի վերսկսման դեմ երաշխիքներ, միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի ստացում եւ փոխհատուցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքն է որոշելու, թե որ դեպքում է Իրանը լիակատար հանձնված համարվելու, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ Ըստ նրա, ռազմական գործողությունները կավարտվեն այն ժամանակ, երբ Թրամփը որոշի, որ ռազմական նպատակները կատարված են եւ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնում Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների համար։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմում 10 օրերի ընթացքում ամերիկացի 150 զինվորական է վիրավորվել։ Reuters-ին այս մասին հայտնել են իրազեկ 2 աղբյուրներ, մինչ այս հաղորդվել էր շուրջ 140 վիրավորի մասին, մեծ մասը թեթև վնասվածքներով, ծանր վիճակում է 8-ը։ Պենտագոնի խոսնակը իր հերթին հայտնել է, որ վիրավորված զինծառայողներից 108-ն արդեն վերադարձել է ծառայության։ Միաժամանակ ամենակենտրոնական հրամանատարությունը հայտնել է 8 զոհի մասին։ Երևան-Երասխ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Փրկարար ծառայության հաղորդմամբ BMW մագնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ բախվել կայանված կամազ բեռնատարին։ BMW-ի վարորդը հիվանդանոցում մահացել է։ Հայաստանի տարածքում մարտի 11-ին, 13-ից 14-ին, 15-ին տեղումներ են սպասվում, մարտի 12-ին առանց տեղումների եղանակ կլինի։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-ից 6 աստիճանով։ Երևանում մարտի 11-ից 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ից 15-ին թաց ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով տեղումներ կլինեն։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 6-ից 8, երեկոյան ժամերին 1-ից 3 աստիճան տաքություն։